բոլոր ինչ կար ցրտահարվել է, խաղողը, ծիրանը, թուզը, նուրը, դաժե թութը, պոպոկը, բոլորը ցրտահարվել են։ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արտեմ Մարտիրոսյանը մեկն է այն հազարավոր գյուղացիներից, որոնք կորցրել են Ծիրանի ամբողջ բերքը ապրիլի սկզբին տեղի ունեցած ցրտահարության հետևանքով։ Իսկ ցրտահարությունից կրած ընդհանուր վնասները գյուղատնտեսության նախարարությունն արդեն հաշվել է։ Այն կազմում է 11 միլիարդ 181 միլիոն դրամ։ Շուրջ 9185 հեկտար, 287 համայնքներ են ընդգրկում և շուրջ 3700 տնտեսություններ։ Նախարարի տեղակալը լրագրողներին ներկայացրեց այն աջակցությունը, որը կառավարությունը բյուջեից հատկացրել է տուժած գյուղացիներին։ 278 միլիոն դրամ գումար տրամադրվեց տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով փոխհատուցելու համար, 487 միլիոն դրամ ոռոգման ջրի վարձավճարը 50%-ով փոխհատուցելու նպատակով, 85 միլիոն դրամ գումար առանձնացվեց և ձեռք բերվեցին լոլիկի, վարունգի, սեխի և ձմերուկի բարձրորակ և մեծ պահանջարկ վայելող սորտերի սերմացուներ, որոնք անհատույց տրվեցին մեր գյուղացիական տնտեսություններին։ Սուրենավանցիներն այս աջակցության մասին միայն լսել էին։ Միակ աջակցությունը, որ ստացել են վերջին մեկ ամսվա ընթացքում, բանջարաբոստանային մշակաբույսերի սերմնացուն է։ Տվել են վերենատուն դրած է, կարամ բերեմ տան մի հատ, ասենք լավություն անեմ բարեգործական բանով, լավություն անեմ մեկին։ Ինչ է, որ ասենք երկու բանգասերմ են տվել, ասենք 6-7 միլիոնի ծիրանը ցուրտը տարել է, 5000 դրամանոց սերմը ինչ պետք է ես անեմ։ Դե հիմա ինչ, ասենք սերմացու բերել են, ես վերցնեմ իշ ծառերը կտրտեմ տակը բոստան անեմ, ոնց կարելի է։ Իսկ ով հենց առանձին հող ունի, վարելահող, վերցրել է, որ բոստան տնի։ Որ անգամ են գյուղացուն օգնե ինչ-որ բանով, հələ մի հատ բան ասեմ, ես որ երորդ տարին եմ, 5 տարի առաջ է ցուրտը տարավ, ինչ արին, ոչ մի բան էլ չարին։ Ծիրանի ամբողջ բերքը կորցրած գյուղացիներին ամենաշատը հուզում է վերցրած վարկերի մարման խնդիրը։ Բանկը պետք է գա մի օր տնից հանի, ասի ապեր, հելեք այս տունը մերն է։ Վերցել ենք, որ ասենք սրսկում անենք, խոսքի վարենք դաշտերը, ոչ մի բան ապեր։ Այդ վարկերը մնացել է, ինչ սերմ են բաժանել, այդ սերմը տանենք ինչ անենք։ Գյուղացիների խոսքով բերքի կորուստը լրացուցիչ խթան էր արտագաղթի աճի համար։ Դե տանք դուրս միտեղ աշխատենք, վերենք մեր ընտանիքին պահենք։ Մնանք ստե ինչ անենք։ Ստե գործ չկա, բան չկա, մնանք ինչ անենք։ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խոստովանեց, որ կրած կորուստների համեմատ ցուցաբերվող աջակցությունը գյուղացիական տնտեսություններին անհամաչափ է։ Հայաստանում այս տարի կանխատեսվում է ընդամենը 8000 տոննա ծիրանի բերք, որը 11 անգամ քիչ է 2013 թվականին ստացած բերքից։ Սարգիս Խանդանյան, Սարգիս Խարազյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։